Բարև ձեզ։ Այսօր մեր հյուրն է անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Հրաչյա Արզումանյանը։ Պարոն Արզումանյանի հետ զրուցում ենք Հայաստանի անվտանգության նոր ձևավորվող համակարգի մասին։ Այսօր Մերձավոր Արևելքի տարածաշրջանը, որտեղ գտնվում է Հայաստանը, մեծ փոփոխությունների է ենթարկվում։ Դաշինքներ են խզվում, նոր հարաբերություններ են ստեղծվում, և մենք փորձում ենք հասկանալ, թե ինչ դիրք է Հայաստանը այս տարածաշրջանում գրավելու, և ինչ ռազմավարություն պետք է մեր պետությունը որդեգրի։ Ձեր կարծիքները կարող եք գրել մեկնաբանությունների բաժնում և անպայման բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին։ Հիշեցնեմ, որ Մետաֆոր Պոդքասթի հաղորդումները կարող եք դիտել մեր YouTube-յան ալիքով և լսել Բելգահայ ռադիոյի եթերում։ Բարև ձեզ, պարոն Արզումանյան։ Շնորհակալություն, որ ընդունեցիք հրավերս։ Բարի գալուստ Մետաֆոր Պոդքասթ, բարի գալուստ Բելգահայ ռադիո։ Ես եմ շնորհակալ։ Ուրեմն, այսօր ուզում եմ սկսել ամենաանհարմար, բայց միաժամանակ ամենակարևոր հարցից, կարծում եմ։ Հայաստանի հիմնարար խնդիրը իր խորքում ռազմական է։ Մեր այսօրվա քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, հոգեբանական ճգնաժամերի մեծ մասը գալիս է մեկ հիմնական իրողությունից, դա այն է, որ մենք պարտվել ենք պատերազմում։ Իսկ երբ պետությունը պարտվում է ռազմի դաշտում, դրանից հետո ամեն ինչ սկսվում է փլվել շղթայաբար, դա լինի անվտանգությունը, ինքնիշխանությունը, տնտեսությունը, ժողովրդագրությունը, կրթությունը, նույնիսկ անգամ ազգային ինքնավստահությունը, որը դա մենք հիմա նկատում ենք։ Ուրեմն հարցը միայն բանակի մասին չի, ռազմական վերականգնումը սկսվում է շատ ավելի խորքից։ Ուրեմն շատ պարզ բան պետք է ասեմ, ազգը, որը ուզում է ապրել, պետք է կարողանա ռազմանալ։ Դժվար բան չեմ ասում։ Մեկ կամ երկու երեխայով ազգը պահելու երազանքը ըստ իս ինքնախապեյություն է։ Պետությունը, որը ուզում է բարգավաճել, պետք է ունենա միաժամանակ մեծ, բարդ և արտադրող տնտեսություն, ոչ միայն հանքեր, առևտուր, ռեստորաններ, տուրիզմ, այլ այնինչ ասեցի արդեն։ Եվ երկիրը, որ ուզում է հաղթել, պետք է ունենա գիտական, կրթական, տեխնոլոգիական գերակայություն։ Այսօր բազմաթիվ տաղանդավոր երիտասարդներ մենք տեսնում ենք Հայաստանից դուրս են գալիս, գնում են արտերկրներ ուսման նպատակով, բայց ցավոք սրտի նրանցից գրեթե ոչ ոք չի վերադառնում հայրենիք, որպեսզի իր գիտելիքները ծառայեցնի այնտեղ։ Բայց այստեղ կա ավելի խոր հարց, ինչն է այդ ամենի պատճառը, ազգային հոգեբանությունը, փիլիսոփայությունը, սխալ հավատքը միգուցե, կրոնը, գուցե հենց այստեղ է սկսվում հաղթանակի կամ պարտության իրական արմատը, որովհետև բանակը միայն դա զենքը չի, բանակը ազգի կազմակերպված կամքն է, տնտեսությունը դա միայն փողը չի, տնտեսությունը նաև դա նախ եւ առաջ ազգի կենսական էներգիայի կազմակերպումն է, իսկ ժողովրդագրությունը դա միայն թվեր չեն, ժողովրդագրությունը դա ազգի ապագայի նկատմամբ ունեցած հավատն է։ Մեր այս զրույցի ընթացքում ձեզ առաջարկում եմ փորձենք հասկանալ, թե որտեղից պետք է սկսվի Հայաստանի վերականգնումը, բանակից, տնտեսությունից, կրթությունից, ժողովրդագրությունից, թե ավելի խորքից, ես կասեի ազգային մտածողությունից։ Բավականին դժվար հարց է փորձել ձևավորել, ավելի շուտ մի հարց չի, դա հարցերի շերտ է, և բավականին դժվար է պատասխանել, իհարկե մի կարճ պատասխանով։ Առաջինը, իմ կարծիքով, պետք է հասկանալ, որ դու պիտի վերանայես այս պրոբլեմների ամբողջականության մեջ։ Դա առաջին մոտեցումը երևի, որը ես պիտի
ընդգծեմ։ Այն բոլոր հարցերը, որ դուք բարձրացրել եք, դրանք ոչ թե առանձին հարցեր են, ոչ թե շահկապված հարցեր են, բայց դրանք առանձին չափումներ են, բայց մի ամբողջականությանը։ Դες դու պիտի կարողանաս եւ պատրաստ լինես գնահատես եւ անցած ճանապարհը եւ այն ռազմական պարտությունը, որ դու տարել ես, ոչ թե միայն զուտ ռազմական, ավանդական ոլորտում, ոչ թե միայն տնտեսական, քաղաքական, մշակութային, բայց ամբողջականության մեջ։ Դա երևի առաջինն է, որը ես կշեշտեմ։ Երկրորդը, որը ինձ համար խիստ կարևոր է, պետք է հասկանալ, որ այն հարցերի եւ այն սպառնալիքների մարտահրավերների առջեւ, որը կանգնած է Հայաստանը եւ հայ ազգը, դրանք բարդ հարցեր են եւ բարդ հարցերը պարտադրում են եւ պահանջում են բարդ լուծումներ եւ բարդ լեզու։ Չի կարելի պահանջել, չի կարելի սպասել, որ հայկական հարցերը, որ ունեն սերունդների, դարերի, հազարամյակների մասշտաբ, տեսած ինչ մասշտաբի վրա ես նայում, որտեղ դու հին ժողովուրդ ես, պարտադրում են բարդ լեզու, պոպուլիստական, մակերեսորեն, պարզ լուծումներ չկան, եւ պետք չէ փնտրել, պետք չէ սպասել պարզ, հստակ, հեշտ ընկալվող պատասխաններ եւ մարտահրավերներ։ Այն մարտահրավերները, այն սպառնալիքները, որի առջև դու կանգնած ես, պարտադրում են եւ պահանջում են, որ դու հասկանաս նրանց։ Բայց արդյոք մենք հասկանում ենք ինչ մարտահրավերների առջև եւ ինչ սպառնալիքի առջև ենք մենք կանգնած։ Որպես զուգահեռություն կամ անալոգիա ես կանցնեմ 2020-23 թվականի երկրորդ Արցախյան արշավի հետևանքների։ Հայաստանը, հետսովետական Հայաստանը 94 թվականի առաջի Արցախի արշավից հետո, որտեղ մենք հաղթել ենք, պատրաստվում էր լոկալ պատերազմի Ադրբեջանի դեմ։ Իր բոլոր կառուցվածքը ռազմական, իր անվտանգության համակարգը, ռազմական համակարգը, կառուցված ռազմական ուժերը, հիմնական ճակատները, ուղղությունները թելադրված էին այն հասկացողությունից, որ դու պատերազմելու ես Ադրբեջանի հետ եւ դու որպես ռազմավարական երաշխիք ունես Ռուսաստանի Դաշնությունը։ Իսկ դու 2020 թվականին անսպասելի քեզ համար գտնվել ես ոչ թե լոկալ պատերազմի մեջ Ադրբեջանի դեմ, իմիջիալոց մինչև երևի մոտորապես հոկտեմբերի 10-15-ը դա այդպես էր իրականության մեջ եւ այդ պատերազմում Հայաստանը բավականին լավ էր դրսևորում եւ մենք պատրաստվում ենք արդեն չեզոքացնել այդ հարվածը, բայց այդ ժամանակ պատերազմ մտավ արդեն Թուրքիան, բաց մտավ պատերազմի դեմ, համոզված եմ դուք դա հիշում եք։ Եվ մենք գտնվեցինք ոչ թե լոկալ պատերազմի մի ուրիշ ոչ մեծ պետության դեմ 10 միլիոնանոց Ադրբեջանի, բայց տարածաշրջանային պատերազմում ուժային կենտրոնների դեմ Ռուսաստանի, Թուրքիայի, Իսրայելի առաջի գծում, Պակիստանը, ջիհադիստները եւ այլ եւ այլ եւ այլ։ Դες դու ճիշտ չգնահատելով ինչ սպառնալիքի առջև ես կանգնած, պատրաստվում ես պատերազմի եւ մտել ես լրիվ ուրիշ պատերազմ։ Առաջի սխալը։ Երկրորդ սխալը նույն պատերազմի դասերը քաղելու համար դու բոլոր անվտանգության երաշխիքները կապել ես արտաքին ուժային կենտրոնի հետ, Ռուսաստանի հետ եւ մի հատ ուժային կենտրոնի հետ։ Դու բոլոր քո երաշխիքները, սպասումները կապել ես մի ուժային կենտրոնի հետ եւ պատրաստվում չես մի պատերազմի, երբ այդ ուժային կենտրոնը դառնում է քո թշնամի։ Այո, դու ունես պատմություն։ Դու ունես 100 տարվա առնվազն պատմություն եւ դու հիշում ես, պիտի հիշես, պարտավոր ես հիշել, ոնց է դրսևորել սովետական միությունը, բոլշևիկյան Ռուսաստանը, մինչև այդ Ռուսաստանի կայսրությունը առաջի հանրապետության դեմ։
Կարելի է մինչև հետ գնալ, մինչև Թուրքմենչայի պայմանագիր։ Այդքանը չեմ խորանում, այդքանը ասենք շատ է խոր, բայց ասենք առաջին հանրապետության փորձը, որը վերականգնել ես քո պետական ինքնիշխանությունը առաջի անգամ, քեզ գոռում էր ճակետներում, որ Ռուսաստանին հավատալ չի կարելի, որ Ռուսաստանին անկախ Հայաստան պետություն պետք չի։ Ռուսաստանի կայսրությունը եղել է միշտ դեմ դրան։ Չեմ ուզում խորացածնել, ինչու մի ազգս հավատաց Ռուսաստանի կայսրության եւ 3 դար հույսեր էր պահում դրա հետ, դե ուրիշ հարց է, պատմականը, ես պատմական չեմ, ես պատմաբան չեմ։ Բայց դու ունենալով փորձ, papերի փորձը, նորից կապել ես բոլոր քո երեխաները Ռուսաստանի հետ եւ կապել ես միայն Ռուսաստանի հետ։ Եվ կներեք, դուք Եվ գնացիք վերջացնեմ 1900, այո, վերջացնեմ միտքս, то есть եթե դու ճիշտ չես գնահատում սպառնալիքների խորությունը, բազմությունը, բազմաչափությունը եւ չես դնում այդ սպառնալիքները քո պատմության համատեքստի մեջ, քո անցած ճանապարհի մեջ, նեղացնում ես քո վերլուծության սահմանները այսօր ապրելով սկսում ես քո պատմությունը 94 թվականից եւ դու հաղթել ես եւ չես ուզում գնահատական տաս, ես հաշվարկես ինչ կարող է լինի հաջորդ 10 տարին, 20 տարին, հիմնվելով ոչ թե 10 տարվա վրա, ոչ թե սովետական Հայաստանի վրա, բայց ավելի խոր դու պարտվում ես։ Դրա համար ես տեղ կփակեմ փոքր եզրակացություն, առաջինը դու պիտի ընդունես, որ բարդ խնդիրներ, բարդ խնդիրներին չի լինում։ Բարդ խնդիրները պահանջում են բարդ լեզու, բարդ վերլուծություն եւ բարդ պատասխաններ։ Եվ այստեղ երևի ես կարող եմ հիշել Միացյալ Նահանգների ռազմավարական գործիչների սիրված աֆորիզմը, որ բարդ խնդիրները ունեն պարզ, հստակ եւ սխալ պատասխաններ։ Դու պետք է հասկանաս, երբ տեսնում ես պարզ հստակ պատասխաններ, դու հաստատ երևի սխալվում ես, որովհետև Հայաստանի բոլոր սպառնալիքները, մարտահրավերները բարդ են, խորքային են, հազարամյակների պատմություն ունեն, որովհետև դու սովորական ազգ չես, դու ազգ ես, որը ունի հազարամյակների պատմություն, դու ազգ ես, որը կարողացել է կառուցել քաղաքակրթություն։ Նման ազգեր տասնյակ, մի քանի տասնյակ ազգեր են, որ այդ մակարդակին հասել են։ Եվ քեզ համար պոպուլիստական, պարզ պատասխաններ չկան։ Եվ եթե դու դա չես հասկանում, եւ նորից փորձում ես հոգնած կամ չես ուզում մտածես, պրիմիտիվիզացնես, պարզեցնես այդ սպառնալիքները եւ պատասխանները, դու արդեն պարտվել ես։ Ուստի վերջացնելով, դու պիտի վերլուծես, հասկանաս հայկական մարտահրավերները, սպառնալիքները եւ հնարավորությունները ամբողջականության, եւ այդ ամբողջականության մեջ կան բազմաչափանի տարածքներ, եւ եթե դու ուզում ես իրոք գտնես պատասխաններ, դու պիտի դա հաշվի առնես։ Դրա համար ելնելով այդ իմ մեկնաբանությունից կարող եմ սպասում եմ հաջորդ քայլին։ Ինձանից մի սպասեք պարզ պատասխաններ, ինձանից մի սպասեք հստակ լուծումներ, ձախ աջ եւ այլ, որտեղ Հայաստանի ապագայում եւ Հայաստանի անցած ճանապարհում այնման պատասխաններ չեն եղել եւ նման պատրաստված պատասխաններ հայ ազգի կողմից չեն եղել։ Մեր բոլոր պատասխանները եղել են բազմաշերտ, ամբողջականության մեջ եւ մտածված, այդպես ասեմ։ Այս դեպքում գոնե պետք է ճիշտ հարցերը հնչեցնել, Իհարկե։ որից արդեն կբխի ճիշտ պատասխանների երևի սկիզբը, եթե ոչ ամբողջական պատերազմը։ Դուք այստեղ հիշատակեցիք այն, որ մենք պատմությունից դասեր չենք քաղել, ասենք 1918-20 թվականների դեպքերից, ես կարող եմ նույնիսկ մի քիչ ավելի քիչ հետ գնալ, օրինակ 88 թվականի Արցախյան շարժման սկզբում մեր ունեցած Ռուսաստանի դերը, այո,
Դա արդեն ուզում եմ ասել, դա մենք մեր պապերից չպետք է լսեինք կամ մեր հայրերից կամ դա արդեն ոնց որ առաջի հերթին դա ձեր սերունդն է, դա ձեր սերունդը իր աչքով է տեսել եւ այդ ժամանակ էր արդեն հասկացել Այս տարօրինակներ ուղղակի ինձ համար ունեցել։ հասկանալի է, որ ինչ տեղի է ունեցել Արցախում 90-92 թվականի, դա ուղղակի շարունակությունն է եղել այն ինչի տեղի ունեցել 2021 թվականի Մոսկովյան պայմանագրի շարունակությունն է եղել, Արցախը տվեցին Ադրբեջանին, դա նույն պայմանագրի, նույն լուծումների, նույն որոշումների շարունակությունն էր Էդգար։ Մեր հիմնական Հայաստանի պետական նույնության, հայկական պետականության սպառնալիքները եւ խնդիրները ձևավորել են ոչ թե 90-ական թվականներին, ոչ թե 88 թվականին, բայց ավելի շուտ 18-20 թվականին, երբ դու վերականգնել ես քո պետական ինքնիշխանությունը, դու միանգամից ստացել ես այդ խնդրը։ Եվ այդ խնդրը Թուրքիան եւ Ռուսաստանը, Թուրքիայի կայսրությունը եւ Ռուսաստանի կայսրությունը փորձել են լուծել, որտեղ այդ կայսրությունների համար անկախ Հայաստանը, հայկական պետականությունը գոյաբանական սպառնալիք է։ Դու դա չես հասցրել հասկանալ 18-20 թվականին, դու դա չես համարձակվել 1988 թվականին ձևավորել եւ հասկանալ, այն ժամանակ եղել են գործիչներ, որոնք փորձել են ձևավորել են, բայց դու դա չկարողացավ դա անել եւ քո անկախության հռչակագրի մեջ այդ մինչև վերջ չհասած հասկացողությունը, այդ բալանսը ցավոք սրտի մեջ չկա։ Քո անկախության հռչակագիրը իր մեջ այդ չլուծված հարցը ներառում է։ 80-90 թվականին դու չկարողացա պատասխանը ձևավորես եւ քեզ ուղակի փրկեց 90-92 թվականի սովետական միության փլուզումը, այդ ժամանակ օպերացիա Կալցոն չվերջացրեցին, սովետական միությունը, Ռուսաստանի կայսրությունը, սովետական միությունը փլուզվեց 4 տարի Ռուսաստանը չի եղել, փաստորեն քանդված էր, եւ այդ 4 տարում դու հաղթանակի հասա։ Բայց 94 թվականի հաղթելուց հետո դու չհամարձակվեցի տալ պատասխան ոնց ստացվել, որ դու հաղթեցի։ Դու նորից հետ եկա այն հին փաթերների եւ հին սովետական լուծումների մեջ, որոնք քեզ 2023 թվականին բերեցին այն լուծման, որը ձևավորված է Մոսկովյան պայմանագրի մեջ։ Դրա համար նորից եմ կրկնում, եթե դու փորձես սահմանափակվես 92 2026 թվական, սովետական միություն 22 թվական, դու նորից սխալներ ես անելու Էդգար։ Դու Եվ դրա առնվազն համար պիտի վերցնես այն պատմության քո շերտը, որտեղ դու վերականգնել ես քո պետական ինքնիշխանությունը եւ դու հռչակել ես հանրապետություն առնվազն այստեղից։ Ես չեմ ուզում խորանալ, որտեղ իմ կարծիքով դու պիտի ավելի խորքային ես, իհարկե դու պարտավոր ես հիշես Արցախի մելիքությունները, որ քեզ քո պետականության ձև դու պիտի պարտավոր ես հիշես ասեն Կիլիկիայի թագավորությունը որպես քո պետության դեմ ձև դու պիտի պարտավոր ես հիշես մեծ հայքը որպես հիմնական բազային պետականության քո պետականության ձևը եւ մոդելը, բայց եթե դու այսօրվա քո ներուժը, քո ինտելեկտուալ ոգևոր ներուժը, քո ազգի հնարավորությունները թույլ չեն տալիս այդքան խորքային նայես, որտեղ չունես այդ ներուժը, մեծ եղերնից հետո, երբ քեզ ջնջեցին, փաստորեն դու դեռ վերականգնում ես, դու պարտավոր ես առնվազն վերջի 100 տարի վերցնես այդ գալ։ Ոստի շատ դժվար է ստացվում, դու չես կարող պատերազմի հարցերը տարանջատես, ասենք քաղաքական հարցերից, որտեղ պատերազմը դա քաղաքականության շարունակություն է ուրիշ մեթոդներով, Կլաուզևիցի հայտնի սահմանումը, հա, պատերազմի։ Դու չես կարող Հայաստանի քաղաքականությունը տարանջատես տնտեսությունից, տարանջատես այն համատեքստից, որտեղ այդ քաղաքականությունը իրականացվում է պետական կյանքից, հասարակական կյանքից, իշխանության կյանքից։ Եվ դու չես կարող քո այսօրվա քաղաքական, հասարակական, մշակութային կյանքը տարանջատես քո պատմությունից։
Այդ հնարավորությունը չկա։ Եվ եթե դու պատրաստ չես այդ ամեն ինչը ամբողջականության մեջ տեսնես, դու անպայման պարտվելու ես, որտեղ քո թշնամիները այդպես են մոտենում քո խնդիրներին, որտեղ դու խորքային ես, դու քաղաքակրթություն ես եւ քո թշնամիները, ուժային կենտրոնները առնվազն ունեն այդ խորությունը։ Եվ Իրենք մեզ իրանք քեզ ավելի լավ են այդպես են, ճանաչում, քան եւ մենք մեզ։ իրանք քեզ այդպես են նայում, իրանք քեզ նայում են որպես քաղաքակրթություն, որպես ազգ, որ ունի խորքային մոտեցում եւ ունի բազմաչափ տարածք, որտեղ ինքը ձևավորում է Ահա։ Եվրոպայից, հա, այստեղ ներառությունները վերջացնենք, նորից հետ գաք մեր հարցերին, հաշվի առնելով այս ամեն ինչի ասած։ Այո։ Ինչ հարց եք տալիս Էդգար հիմա։ Ես ուզում եմ մի բան հստակեցնեմ, երբ որ ներածության մեջ ես որ ասեցի մեր խնդիրը դա ռազմական է, իրականում խորքում ես էլ եմ համաձայն, որ նախքան ռազմական լինելը դա քաղաքական է, բայց Քաղաքական է, քաղաքական է։ մշակութային է, քաղաքակրթական է եւ այլ եւ այլը։ Այդ ամեն ինչի հետ համաձայն եմ, ուղղակի ես շեշտը ինչի վրա եմ ուզում դնեի, ինչ եմ ուզում որ հասնի ձեզ եւ մեր լսողներին, դա այն է որ հաճախ մենք փորձում ենք, երբ որ այս ամեն ինչը անալիզի ենք ենթարկում, հաճախ մենք փորձում ենք հիմնական հարցերից փախչել, քանի որ ռազմականը դա դժվար լուծելի հարց է, դա պատերազմի հետ է կախված, այնտեղ լիքը շատ զգայուն հարցեր կան, մենք նախընտրում ենք դրանից չխոսել։ Մենք նախընտրում ենք խոսել ինչ-որ մշակույթից, ինչ-որ թեկուզ քաղաքականությունից էլ խոսենք, բայց ռազմականը մի տեսակ բան անենք։ Պատերազմ, չէ, պատերազմ չենք ուզում, ոչ մեկ պատերազմ չի ուզում, սա պարզ է, բայց սա է ուզում ուղղակի, որպեսզի հստակ լիներ իմ սկզբի խոսքի մեջ։ Էդգարը, թե մի քիչ պարադոքսալ է ստացվում, ես մի անձնավորություն եմ, գիտնական եմ, փորձագետ եմ, որը վերջի 30 տարի զբաղվում է պատերազմով։ Ես զբաղվելով պատերազմով, ես հասկացել եմ իմ գրքերի հիմնական ուղղություններից մեկն է, որ պատերազմը ավելի հեշտ է հասկանալ, քան թե ասեք քաղաքականությունը։ Եվ քաղաքականությունը ավելի հեշտ է հասկանալ, ընկալել, քան թե քո ազգի մշակույթը։ Եվ քո մշակույթը ավելի հեշտ է հասկանալ, քան թե քո կրոնական համակարգը, եւ ավելի հեշտ է հասկանալ կրոնական համակարգը, քան քո քաղաքակրթական համակարգը։ Դրա համար պատերազմը ամենից հեշտն է ցավոք սրտի։ Այս բոլոր մեր նշած ուղղություններում պատերազմը ամենից հեշտն է։ Այդ ուղղակի որպես մոտեցում շեշտեմ, որ իմ ընկերները դուք այդ հասկանաք, ընդունեք իմ կարծիքը։ Եթե փորձենք խոսենք միայն ավանդական պատերազմի մասին եւ հետ գանք այդ բոլոր բարդությունը թողենք, որի մասին մենք խոսում ենք իմ խոսքում ես դրա մասին էի փորձում խոսել, որ պատերազմը չես կարող իզոլացնել այդ ամեն ինչի եւ մնացած ավելի բարդ է։ Բայց եթե խոսեք պատերազմից, զուտ պատերազմից, դա բավականին հեշտ է, որտեղ մենք սկսել ենք արսել խոսել նրա մասին, որ մենք 2020-23 թվականին պարտվել եք ռազմական, լայնածավալ ռազմական գործողություններում, որտեղ ճիշտ չգնահատել պատերազմի մասշտաբը։ Մենք պատրաստվում ենք փոքր պատերազմի, լոկալ պատերազմի փոքր երկրի դեմ, բայց մտել ենք տարածաշրջանային պատերազմ։ Եվ ինձ համար որպես փորձագետ եւ գիտնական եւ դա հասկացել եմ հարց է առաջացել, բայց արդյոք այդ խնդրեմը լուծում ունի։ Արդյոք հնարավորություն կա, որ Հայաստանը, որը 21 դարույթ սկզբում ոչ մեծ պետություն է, ընդամենը 10 միլիոն ազգ ենք, մի բոլոր հավաք, արդյոք Հայաստանը կարող է կառուցել անվտանգության, պաշտպանության եւ անվտանգության համակարգ, որը կարող է չեզոքացնել Թուրքիային եւ Ռուսաստանին, աշխարհակաղակական եւ տարածաշրջանային ուժային կենտրոններին։ Այդ խնդիրը լուծում ունի, թե չունի։ Մենք այդ հարցերին էլ կգանք, բայց նախ եթե թույլ կտաք, կուզենայի վերադառնալ ոչ վաղ անցյալ
Ընդամենը 5-6 տարի առաջ, երբ որ 20 թվականի հոկտեմբերի 27-ին սկսվեցին ռազմական գործողությունները, ինչ եմ ասում, որովհետև դա այն դեպքն է, որ բոլորս ենք դա հիշում, մենք ոչ պետք է գիրք կարդանք դրա մասին, բոլորս հիշում ենք ոնց եղավ, ոնց այդ առավոտը արթնացանք, ոնց տեղեկացանք ռազմական գործողություններ սկսելու մասին, եւ ինչ եմ ես հիշում եմ այն, որ բանակի առաջ դրված ես տպավորություն չունեի, որ բանակի առաջ դրված ինչ-որ խնդիր կար, միգուցե սխալվում եմ, մեր բանակը չգիտեր ինչ պետք է անի, մեր բանակը չգիտեր որ դեպքում մենք հաղթում, այսինքն մենք կարելի էր համարել հաղթանակ, եթե մենք պաշտպանվեինք, թշնամին առաջ չգար, թե դա հաղթանակ չէր լինի, եթե մենք առաջ գնայինք, դա նոր կհամարվեր հաղթանակ, թե եթե մենք մի քիչ կորցնեինք, դա կհամարվեր հաղթանակ, մի խոսքով հստակ չէր։ Դա առաջինը, երկրորդը նախարարությունները չգիտեին ինչ են անում, չգիտեին իրենց նպատակը որն է։ Դա սկսենք արտաքին գործերի նախարարությունից, պաշտպանության նախարարությունից եւ մնացած ավելի երկրորդական նախարարություններով վերջացրած համայնքները, համայնքի ղեկավարները, տնտեսական բլոկը, սա կարող է մի քիչ տարօրինակ հնչի, ասենք մեր ձեռնարկությունները, մեր գործարանները, թեկուզ լինի դա մասնավոր, ես չեմ ասում անպայման պետական։ Բոլորս հանկարծակի ենք եկել, հասարակությունը, էլ չասեմ, Facebook-ների դիմաց նստած թերթում էին ինչ-որ տեղեկություններ իմանալու համար, Սփյուռքում, որը ես տեսել եմ իմ աչքով, օրինակ Բրյուսելում մի երկու անգամ ցույց կազմակերպվեց, հասկանալի էր թե ինչ նպատակով, ինչ էինք ուզում, ինչ մեսեջ էինք ուզում տայինք մեզ տեսնողներին, լրատվականներին, երբ որ գալիս հարցազրույց էին վերցնում, անհասկանալի բաներ էին խոսում, ինչ որ խորանում էին պատմության մեջ, հետ գնում 1915 թվական անհասկանալի էր, նույնիսկ ամենակարևոր պահին, ասենք, հոգևոր առաջնորդը վեր կեցավ եւ առաջարկեց, որ պետք է աղոթել, մի խոսքով, այս ամեն ինչը ես իմ աչքով տեսել եմ եւ մենք արդյոք այս ամենից դասեր քաղել ենք թե ոչ։ Այս ամենը մեր ծնողներից կամ պապերից չենք իմացել, ինչպես որ ես արդեն շեշտեցի, մենք արդյոք գիտենք հաջորդ պատերազմում ինչպես պետք է մենք մեզ դրսևորենք, որպեսզի հասարակության ամեն մասնիկ, լինի դա բանակը, նախարարությունները, մեր տնտեսությունը, մեր հասարակությունը, մեր հասարակական կազմակերպությունները, առանձին, որպեսզի մենք իմանանք ինչ ենք անելու եւ նախքան նույնիսկ պատերազմը սկսելը մենք իմանանք այսօր ինչ ենք անում, որպեսզի նախապատրաստվենք այդ օրվան։ Որովհետև ճիշտ է, ամեն մեկը ունի իր աշխատանքը, իր գործը, որը առավոտը արթնանում է, անում է, երեկոն գնում է տուն, բայց որպես հայ, ովքեր որ դա գիտակցում են նաև, որ պետք է մի քիչ ավելին անել, քան զուտ իր աշխատանքը եւ մեծ մասը նաև դրան պատրաստ է, այնպես չի, որ ինքը չի ուզում։ Ուղղակի պետք է հստակ լինի, թե ով ինչ դեր պետք է ունենա։ Դուստեղ մի քանի հարց եք բարձրացնում, դրանք իրար շահկապված են, բայց առանձին հարցեր են, դա պետք է հասկանալ։ Առաջինը, տարանջատեք ռազմական ուժերը։ Ռազմական ուժերը գիտեին ոնց պետք է վարեն պատերազմը, կային ծրագրեր, պատրաստված ծրագրեր եւ շփոթություններ ամրցնում, բայց պետք է հասկանալ, որ առնվազն 1997 թվականից 96 թվականից երկու հայկական պետությունների ռազմական ուժերը աշխատում են մի համակարգի մեջ։
Մենք ունեցել եք արդեն միացյալ ռազմական ուժեր, որը ձևավորված են, կազմված են պաշտպանության բանակից եւ Հայաստանի Հանրապետության ռազմական ուժերից, բայց այդ երկու տարը միավորված են մի համակարգի մեջ, մի ռազմական համակարգի մեջ եւ բոլոր հրամանները, որը պետք է կատարվեն, գալիս են Հայաստանի Հանրապետության ռազմական ուժերի գլխավոր շտաբից։ Պաշտպանության բանակի գլխավոր շտաբը ենթարկվում էր Հայաստանի Հանրապետության գլխավոր շտաբից արդեն 1997 թվականից։ Քաղաքական ոլորտում ելնելով մնացած չեմ ուզում, հիմա խորացած եմ, մենք կառուցել ենք երկու պետություն։ Դա սխալ էր։ Բայց արդեն 97 թվականին մենք ունեցել ենք միացյալ ռազմական կազմակերպություն, որը մտնում էր պատերազմ, վարում էր պատերազմ, հաղթում էր եւ պարտվում էր միասին։ Բայց այստեղ հարցեր չկան։ Գենշտաբը Հայաստանի Հանրապետության որոշումներ ընդունում էր, որ ինչու դրանք էֆեկտիվ չեն եղել եւ այլ, այդ ուրիշ հարց է, հիմա չեմ ուզում խորացածենեմ, որտեվ ուզում եմ շեշտել ուրիշ խնդրեմ, որտեվ պատերազմը դա միայն ռազմական ուժերը չեն։ Այո, այո։ Ռազմական ուժերը դա կարևոր խորքային կորիզային տարրերից են, բայց պատերազմը վարում է պետությունը, ազգը եւ բանակը։ Բանակում Չերչիլը ասում է պատերազմում են ազգերը, ոչ թե Ես բանակը։ խոսում եմ Կլաուզիոյի մասին, Կլաուզիոյի 3 տարերի մասին է խոսում, ռազմական թեորիան եւ քաղաքական թեորիան խոսում է 3 հիմնական տարերից՝ ռազմական ուժերը, ժողովուրդը եւ քաղաքական ոլորտը, պետությունը։ Պետության մեջ մտնում է քաղաքականը, դες 19 դարում չեն տարանջատում այդ ամեն ինչ, ուրիշ խնդրեմ է։ То есть մենք ռազմական ուժերում խնդիրներ մեծ չունեինք։ Այո, նրանք այդքան էֆեկտիվ չէին կարող եւ այլ, այդքան մարտունակ չէին եղել բոլորը, ասենք պաշտպանության բանակի մարտունակությունը մի գլուխալի բարձր, քան մնացածներին, բայց դա գործում է որպես մի հատ օրգանիզմ։ Այդտեղ խնդիրներ չեն եղել։ Բայց բացի ռազմական ուժերից, նորից եմ կրկնում, պատերազմը դա պետությունն է եւ ազգը։ Իմ Այո, բայց ազգը թույլ տվեք մի ես բան վերջացնեմ, չէ, մի այո, կտրեք, որտեղ հոգնած եմ, ես եթե միտքս խնդրեմ։ կորցնեմ, հետո չեմ կարողանալ հետ գամ։ Իմ բանակը պատրաստ էր պատերազմի, որտեղ 20-ից տարի ավեր պատրաստվում էր Ադրբեջանի հարձակմանը, հակապաշտպանությանը եւ հետո հակահարդակմանը։ Այդ պլանները մշակվում էին վատ թե լավ, ուրիշ հարց է, բայց իմ բանակը պատրաստ էր դրան։ Իմ ազգը նույն ձևի իմ կարծիքով պատրաստ էր պատերազմի եւ առաջի օրերին Հայաստանի վայնկոմատներում 92,000 քաղաքացի եկել են, ներկայացել են, հայտնելով իրենց պատրաստականությունը միանալ պատերազմին։ Իմ ազգը սկսել է հավաքել եւ ֆինանսական միջոցներ եւ մնացած միջոցները, որ օգնի իր բանակին, իր ռազմական ուժերին։ Համոզված եմ դուք կհամաձայնեք ինձ հետ, որ իմ ազգը նույն ձևի 20 թվականի իրան փայլուն է դրսևորում։ Մենք ունեցել ենք խնդիրներ պետության հետ եւ քաղաքական ոլորտի հետ, որովհետեւ պետությունը 94 թվականից հետո զարգացել է այն ուղղություններով չզարգացել, որով մենք պիտի ուզում էինք զարգանալ։ Եվ 94 թվականին պատերազմը վարում են ոչ թե ռազմական ուժերը, բայց պետությունը։ Եվ Հայաստանի Հանրապետությունում եղել են օղակներ, եղել են հաստատություններ, որ այդ պատերազմը կազմակերպում էին։ Դա եղել է անվտանգության խորհուրդը։ Դες ռազմական ուժերը վարում էին ռազմական գործողություններ, իսկ պատերազմը կազմակերպում էր անվտանգության խորհուրդը 94 մինչև 97 թվականը, բայց հետո 97 թվականից սկսած անվտանգության խորհուրդը սկսել են լուծարել, քանդել այն Աշոտ Մանուչարյանի թիմը, որ հավաքվել են ժամանակ փայլուն աշխատում են, սկսել են անվտանգության խորհուրդը լուծարել եւ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո մենք կառուցել ենք մի պետական համակարգ,
որտեղ բոլոր լծակները կենտրոնացված էր մի անձի ձեռքերում, վարչապետի ձեռքերում։ Եվ հաստատությունների մակարդակի վրա, ինստիտուցիոնալ մակարդակի վրա մենք չենք ունեցել մարմին, որը կազմակերպում է եւ վարում է պատերազմ։ Մենք կառուցել ենք պետական համակարգ, որտեղ ամեն ինչ կուտակված է մի անձնավորության ձեռքում եւ քանդված են, լուծարված են այն հաստատությունները, այն մարմինները, որը պիտի կազմակերպեն պետական կյանքը, հասարակական կյանքը պատերազմի ժամանակ։ Եվ մենք ստացել ենք մի վիճակ, երբ քո զորքը կռվում է, հերոսաբար կռվում է, քո ազգը պատրաստ է օգնել իր զորքին, իր պետության, բայց քո պետությունը ի վիճակի չէ կազմակերպի պատերազմը։ Եվ մենք պարտվել ենք ավելի շուտ ոչ թե ռազմական դաշտում, մենք պարտվել ենք այն ժամանակ եւ կորցրել ենք վերահսկողությունը եւ կառավարությունը պատերազմի վրա եւ կորցրել ենք դա պետական մակարդակի վրա եւ քաղաքական մակարդակի վրա, որտեղ իշնորհիվ այդ Սերժ Սարգսյանի կոստյումի եւ բարեփոխումների ճակետներում ոչ միայն պետական բոլոր ուժային հնարավորությունները կուտակված են վարչապետի ձեռքում, բայց նաև քաղաքական կյանքը բոլորը կուտակված էր մի վարչապետի ձեռքերում։ Մենք կառուցել ենք մի համակարգ, որտեղ եւ քաղաքական ներուժը եւ հզորությունը, եւ պետական ներուժը եւ հնարավորությունները եւ գործիքները մի անձնավորության ձեռքում են։ Իսկ 2020 թվականի այդ պաշտոնը զբաղեցնում էր մի ժուրնալիստ, որը մինչև այդ դեղին տաբլոիդի ժուրնալիստ, որը կյանքում 40 մարդով չի ղեկավարել, որը չուներ ոչ պետական փորձ, ոչ քաղաքական փորձ, քաղաքական process-ները ձևավորել, պետական process-ները ձևավորել, որը գաղափար չուներ, այդ ոնց է աշխատում, եւ պետությունում չի եղել այն մարմինները, որը իրան կարող են օգնել հասկանալ ինչ է տեղի ունենում։ Որոշումները, որը պիտի ընդունվեին, պիտի պատրաստես, բայց այն մարմինները, որը պիտի այդ որոշումները պատրաստեն, Քոչարյանի Սերժ Սարգսյանի 20 տարվա ընթացքում քանդվել են, լուծարվել են, որտեղ հիմնական նպատակը եղել է շահույթը, գրպանը լցնելը, օլիգարխիկ համակարգ կառուցելը, ոչ թե պետականության շահերը, ոչ թե ազգային շահերը։ Եվ իմ պետությունը մտնել է պատերազմի մեջ ռազմական ուժերով, որոնք որպես հաստատություն պատրաստ էին պատերազմին եւ վարում էին հերոսաբար պատերազմ, բայց պետական մարմինները պետական մակարդակի վրա, քաղաքական, իշխանական մակարդակների վրա մենք բավականին շուտ կորցրել ենք վերահսկողությունը պատերազմում, իսկ երբ դու կորցնում ես այդ մակարդակներում պատերազմի վրա վերահսկողությունը, տակտիկական, օպերացիոն մակարդակների վրա դու պատերազմը հաղթել չես կարող, Էդգար։ Մենք պարտվել ենք, բայց պարտվել ենք ոչ թե Արցախում, ոչ թե պարտվել է իմ զինվորը, առաջի հերթին պարտվել է իմ երկրի վարչապետը, որտեղ վարչապետի դերն էր այդ իշնորհիվ Սերժ Սարգսյանի կառուցված համակարգին։ Պարտվել է վարչապետի օղակը, պարտվել է առաջի հերթին բարձր ռազմաքաղաքական ղեկավարությունը Հայաստանի Հանրապետության, որը կորցրել է վերահսկողությունը պատերազմի վրա, կառավարությունը պատերազմի վրա։ Այնինչ կարողացել է իմ ազգը անել հերոսաբար, որտեղ պատերազմը այդ վիճակում մտադրությունը եղել մի 2 շաբաթ կձգի, ոչ թե երկար ավելի, բայց իմ ազգը 44 օր կռվել է եւ փրկել է փաստորեն Սյունիքը, որտեղ այն խնդիրները, որ մենք այսօր ունենք, պիտի լուծված լինեն պատերազմի ընթացքով եւ պատերազմական ռազմական մեթոդներով, բայց իմ ռազմական ուժերը, իմ ազգը, որը օգնում էր ռազմական ուժերով թքելով պետական մարմինների վրա ուղակի արդեն օգնելով, մենք կարողացել ենք պահել Սյունիքը, կարողացել ենք պահել ինչ-որ կորիզ Արցախից, երբ քո իշխանությունները անհասկանալի դեպով հանձնեցին Կարվաճարը, հանձնեցին Քաշաթաղը, երբ իմ բանակը պատրաստում են հետ քաշվել եւ կռվել, սկսել կռվել, կազմակերպել պաշտպանությունը
այդ ամրոցներում, որ վերցնել անհնար էր, իմ իշխանությունները ստորագրել են այն անիցյալ թուղթը։ Եվ ամեն ինչ փլզվել է իհարկե, որովհետև քո ազգի ամենասեն ճակատային լարվածության ժամանակ քո ազգը ստանում է հարված մեջքից եւ դու միանգամից ընկնում ես։ Եվ դրա համար այն խորքային կատաստրոֆան, որը մեզ զգում ենք, ավելի շուտ այդտեղից է իմ կարծիքով բխում, որովհետև դու լարված ես, դու կոտրում ես վիճակը եւ ներխրես ես մեջքդ։ Դրանից հետո ուշքի գալ, նորից վերականգնվել շատ դժվար է։ Մանավանդ, եթե հիշում ես, որ պատերազմը չի վերջացել, վերջացել են լայնածավալ ռազմական գործողությունները։ Հիբրիդային պատերազմը տեղեկատվական դաշտում, հոգեբանական դաշտում շարունակվում է, եւ քո թշնամիները ամեն ինչ անում են, որ դու մնաս պարակտված, քանդված, չհավաքվես։ Դրա համար նորից եմ կրկնում, հստակ բարձ լուծումներ չկան, Էդգար, եւ քո վերլուծությունների մեջ դու պիտի մի քիչ օբյեկտիվ լինես։ Ես դեմ եմ, երբ իմ ռազմական ուժերին ոչ մտածված, ոչ խորքային քննադատում են։ Ես առաջինն եմ քննադատում, բայց այն ոնց կրվել է իմ բանակը, ոնց կրվել է իմ զինվորը, ոնց կրվել է իմ սպան, ես ոչ մեկին թույլ չեմ տալ, որ իմ ռազմիկից կողքից ինչ որ մեկը անցնի, ոչ մի քաղաքական գործիչ, ոչ մի պետական գործիչ, որը փորձում է իր մեղքերը դնի իմ ազգի գլխին, իմ բանակի գլխին, ինձ համար դա անընդունելի է, ոչ թե վիրավորական է եւ անընդունելի է։ Պարտվել է, նորից կրկնում եմ, Հայաստանի իշխող վերնախավը, պարտվել է բարձր ռազմաքաղաքական ղեկավարությունը, սկսած 94 թվականից։ Դա նույն թիմն է, դա նույն իրականությունն է հետսովետական Հայաստանում, որևէ տարբերություն, նույն գեներալներն են, նույն պրոկուրորներն են, նույն օլիգարխներն են, Էդգար։ Եվ իմ ազգը այդ վիճակում հաղթել անհնար է։ Հրաշք տեղի է ունենում, բայց օբյեկտիվորեն դու գալիս ես այն արդյունքների, որ այսօր ունես, եւ երբ այսօր փորձում ես հասկանալ ինչա տեղի ունեցել եւ ոնց ես վերականգնում, դու պետք է հասկանաս, որ զուտ ռազմական լուծումներ չկան։ Լուծումներ, որը սահմանափակում են ռազմական եւ անվտանգության համակարգով, չկան։ Լուծումներ, որը սահմանափակվում են միայն քաղաքական բարեփոխումներում, չկան։ Միայն տնտեսական ոլորտում փոփոխություններ չկան։ Դու պետք է ամբողջական մոտենաս, ամբողջական հասկանաս վիճակը եւ կերտես ամբողջական լուծումներ։ Տեսեք, պարոն Արզումանյան, դուք որ ասում եք, որ Հայաստանի եւ Արցախի հանրապետությունները նրանք ունեցել են միացյալ զինված ուժեր, դա իհարկե դա ճիշտ է։ Ընդհատեմ ձեզ, ոչ թե միացյալ ռազմական ուժերը, 2020 թվականի օրոք Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության համարյա բոլոր պետական մարմինները, բացի ԱԳՆ-ից եւ նախագահականից, այն քաղաքական պաշտոնները, դա որ արտաքին բոլոր արդեն միացած էին։ Մենք ունեինք ընդհանուր սոցիալ ապահովության համակարգ, կրթական համակարգ, ֆինանսական համակարգ, պրոկուրատուրա, ԱՑՄ, բոլոր ուժայինները, բոլոր մարմինները, Կենտրոնական բանկը, միացյալ Հայաստանը արդեն կառուցված էր դե ֆակտո, փաստորեն մնում էր քաղաքական ոլորտը արտաքին աշխարհի հետ կապված։ Եվ այսօր երբ Հայկական Հանրապետության իշխանությունները փորձում են իրանցից մեղքը գցեն Արցախի իշխանությունների վրա, դա մի քիչ ծիծաղելի է, որովհետև սկսած արդեն Ռոբերտ Քոչարյանին ճակատներում նշանակել է առաջի նախագահ Արցախի առաջին նախագահ ճակատներում Լևոն Տեր-Պետրոսյանը։ Դա Լևոն Տեր-Պետրոսյանի
որոշումներ։ Հետո Ղուկասյանին ճակատներում նշանակել է որպես կանդիդատ Քոչարյանը։ Հետո Սերժ Սարգսյանը նշանակել է ճակատներում Բակո Սարգսյանի։ Հայո դեմոկրատիկ մեխանիզմները աշխատում էին, այդ պրոցեդուրաները աշխատում են, բայց դրանք եղել են Հայաստանի Հանրապետության ղեկավարության կոնսենսուսով հասած ով պիտի լինի։ Այո, դա պարզ է, բայց ուրիշ բան եմ ուզում ասեի այստեղ, այդ մեր զինված ուժերի կարծեմ 5 ռազմական 5 կորպուսից, չէ, դա դրանցից մեկը պաշտպանության բանակներ, 5 թե 6 կարող է սխալվեմ այստեղ։ Դա նշանակություն չունի, պաշտպանության Հա, բանակը գնահատում են որպես կորպուսներից մեկը։ այո, մեկ ռազմական կորպուս էր եւ տարօրինակն այն էր, որ միասնական լինելով հանդերձ, այդ ռազմական գործողությունների ժամանակ ընդամենը պետության մեկ կորպուսն է մասնակցել պատերազմին։ Այնտեղ ես գիտեմ, որ Այդպես չէ, Էդգար, այդպես չէ, այդ իրականությունը, որը շրջանառության մեջ է մտնում, մտցված, ես չեմ ուզում խորանամով ադարել ինչու է անում, 2023 թվականին մասնակցել է ռազմական ուժերը ողջ պոտենցիալով, որը մենք ունենք։ Այն, որ այդ պոտենցիալը բոլորը չաշխատել, էֆեկտիվ չի եղել, ուրիշ հարց է, բայց մտածել որ միայն մի կորպուս է մասնակցել եւ այդպես չի եղել հիմնականում իրականում, բայց նորից եմ կրկնում, դաժե եթե ասեք ենթադրեք, որ այդպես է եղել, դա ոչ թե ռազմական լուծում էր, ռազմական որոշում էր, բայց քաղաքական որոշում էր։ Այդ որոշումը ընդունել են քաղաքական մարմինները։ Քաղաքական մարմիններն են վարում պատերազմը։ Այդ որոշումը ընդունել է երկրի վարչապետը Նիկոլ Փաշինյանը։ Եվ պետք չէ գենշտաբին մեղադրել ինչու։ Առաջինը դա այդպես չի։ Երկրորդը, եթե ենթադրեք, որ այդպես է, հարցերը պիտի տալ ոչ թե ռազմականներին, բայց քաղաքական գործիչներին։ հենց հարցը քաղաքական Եվ քաղաքական գործիչների նորից եմ ասում, ցավոք սրտի ինձ համար Հայաստանի քաղաքական համակարգը Իսնորիվ Սերժի կառուցված է այնպես, որ բոլոր քաղաքական հզորությունը մի անձնավորության ձեռքում էր։ Այդպես է կառուցված քո սահմանադրությունը։ Ինչ էի դա ասում, օրինակ մեկ օրինակով, որովհետև այնտեղ չեմ հիշում արդեն որ աղբյուրներից հայտնեցին, որ իբր հոկտեմբերի վերջերին Խաչատուրովի տղան, որը ղեկավարում էր Էդգար, ես այդ մակարդակի վրա չեմ ուզում խոսել։ Դուք նշում եք օպերատիվ մարտավարական մակարդակի վրա, այդտեղ փորձել լուծումներ գտնել իմաստ բայց չկա, դրա ասածը պարզ է, որ քաղաքական է որոշումը։ բացանեք ռազմավարական եւ քաղաքական մակարդակ, որովհետեւ դու հնարավորություն չունես այդ մակարդակի վրա խոսել։ Դու որպես հասարակություն այդպես է չկարողացա ռեպորտը ստանալ, ինչ է տեղի ունեցել։ Քո պարլամենտը տենց չի համարձակվեց հրատարակել իր գնահատականը, իր կոմիսիայի աշխատանքը։ Դու որպես հասարակություն, ես որպես ազգ չունեմ հնարավորություն։ Անցել է 6 տարի իմ իշխանությունները, որը չեն փոխում, չեն համարձակում գնահատական տան ինչ է տեղի ունեցել։ Այդ վիճակում դու ստիպված ես մտնել ճակատներում ասկոսությունների մեջ մարտավարական, որը իմաստ չունի, որովհետև մեր խնդիրները ոչ թե մարտավարական եւ օպերատիվ մակարդակի վրա են եղել, ինչեւ մենք խոսում ենք։ Մեր խնդիրները եղել են ռազմավարական եւ քաղաքական, ռազմաքաղաքական հարաբերությունների մեջ։ Մեր խնդիրները քաղաքական են եղել։ Հիմա այստեղից հասկանալի է։ Հիմա այստեղից հարց, այսինքն դա նշանակում է, որ մենք, քանի որ չենք իմանում ու մեզանից թաքցվում է, թե իրականում ինչ է կատարվել, մենք հաջորդ պատերազմին հիմա պատրաստ չենք։ Իհարկե պատրաստ չենք։ Եվ չենք կարող դասեր քաղել անցածից, անցած 5 դասեր կարելի է քաղել։ Ինչ կարելի է քաղել, եթե ես բան եմ ասում, դուք ասում եք, չէ, դա այդպես չի եղել, նշանակում է բացի ինձանից էլի մարդիկ կարող են լինեն, որ սխալմամբ մի բան մտածեն, եւ եթե էքսպերտներից չեն լսել, իրանք չեն էլ իմանա։ Ընդհատում եմ ձեզ, ճիշտ մոտեցում չէ, Էդգար։ Դու կարող ես չունենաս բացարձակ, ոչ թե ունես ճշգրիտ, բացարձակ ճշգրիտ վերլուծություն, ինչ է տեղի ունեցել մարտավարական եւ օպերատիվ մակարդակի վրա։
Այդ կարող է այդ տեսնի, որ դե պատերազմը անհասկանալի է մշուշոտ է։ Դա այդպես է լինում, այդ խնդրեմ չի։ Բայց դու հաստատ կարող ես հասկանալ ինչ է տեղի ունեցել ռազմավարական եւ քաղաքական մակարդակների վրա եւ հասկանաս ոնց պիտի փոխակերպես քո ռազմական անվակարգդ, ոնց պիտի փոխակերպես քո անվտանգության եւ պաշտպանության համակարգը, բայց մենք դրա ոչ թե հնարավորությունը չունենք։ վերջացնեմ միտքս, ոնց պիտի փոխակերպես քո պետությունը, քո իշխանությունը, քո պետական, քաղաքական համակարգերը, որ պատրաստ լինես հաջորդ պատերազմին։ Այդ հարցերը դու կարող ես դնես եւ ձևավորես պատասխան այսօր։ Արդեն հնարավորություն ունես։ Եվ մենք սկսել ենք մի քիչ խոսել դրա մասին։ Ինձ համար որպես թեորետիկ, այդպես ասեմ, ռազմական թեորետիկ հարց է առաջացել. արդյոք հնարավոր է որ փոքր երկիրը, ոչ մեծ երկիրը կարողանա կառուցել այնպիսի համակարգ, որը կչեզոքացնի ուժային կենտրոնի։ Արդյոք Հայաստանը կարող է ունենալ պաշտպանության անվտանգության համակարգ, որը կչեզոքացնի Թուրքիային։ Եվ փառք Աստծո պատասխանը այո։ Եկան շատ երկրներ, որը նման համակարգ կառուցել են։ Այդ կառուցվածքը համակարգը այսօր ձևավորում է անունը որպես համապարփակ պաշտպանության անվտանգության համակարգ է, եւ հասարակությունը 22 թվականին արդեն մենք սկսել ենք ձևավորել պատասխանը, եւ 22 թվականին լուծումները այդ հայեցակարգը, այդ ռազմավարությունը արդեն եղել է։ Ես ճարտարապետերից մեկն եմ եղել, ներեցեք։ Եվ հասարակության կողմից մարզական կազմակերպությունների ասոցիացիայի կողմից, միավորման կողմից այդ հայեցակարգը ձևավորվել է։ Հայեցակարգի մեջ ես գիրք եմ գրել այդ համակարգի մասին, բացի դրանից այն ժամանակ երկու պետությունը մի քիչ պարալիզացված էր, անվտանգության խորհուրդը Հայաստանի ընդունել է դա որպես տեսլական։ Հայաստանի համապարփակ պաշտպանության անվտանգության համակարգի տեսլական ընդունված է։ Ոնց պիտի փոխես Հայաստանի համակարգը, Հայաստանը, որ դու պատրաստ ես, սկսես պատրաստվել հաջորդ պատերազմին, արդեն հասկանալի է։ Պաշտպանության նախարարությունում այդ աշխատանքները գնում են, ՆԳՆ-ում աշխատանքները գնում են, ես գիտեմ։ Բայց այստեղ մեծ խնդրեմ է առաջանում, որտեղ նման համակարգի կառուցումը պարտադրում է եւ թելադրում է, որ դու հետ մնաս օլիգարխիկ եվրասիական մոտեցումներից իշխանության, պետության, կազմակերպման, քաղաքական համակարգին։ Նման համակարգը աշխատում է, եթե ինքը հիմնվում է քաղաքացու վրա, քաղաքացու վստահության վրա եւ քաղաքացին միանում է այդ աշխատանքներին։ Եվ դու համապարփակ մոտեցման ֆիլոսոֆիան նրա մեջ է, որ պատերազմին պատրաստում է եւ պատերազմը վայում է ոչ թե ռազմական ուժերը, բայց ողջ ազգը։ Եվ այդ համակարգի մեջ մտնում է ողջ ազգը, եւ այդպես է կառուցում քո պաշտպանության եւ անվտանգության համակարգը։ Բայց նման մոտեցումը պարտադրում է, որ հասարակության, պետության եւ իշխանության մեջ լինի վստահություն։ Բայց դա պատրաստում է, որ դու պետք է ժողովրդավարական երկիր, ոչ թե ավտորիտար եվրասիական։ Բայց քո սահմանադրությունը, քո այսօրվա իշխանությունները ավտորիտար են իր բնությունով, խասաթով, ձևերով։ Եվ այստեղ հիմնական խնդրեմն է առաջանում, ոնց կարելի է կառուցել համակարգ, որը կպաշտպանի մեզ հաջորդ պատերազմում, հասկանալի է։ Բայց այդ պատասխանը թելադրում է խորքային փոփոխություններ, եւ դու դառնում ես ոչ թե ավտորիտար հետսովետական երկիր, բայց դառնում ես ժողովրդավարական, քաղաքացիական հասարակության վրա հիմնվող պետություն եւ ազգ։ Ես ուզում եմ այստեղ դուք որ խոսեցիք համապարփակ պաշտպանությունից, դա այստեղ Ֆինլանդիայի օրինակ անշուշտ կա, որ Իհարկե Ֆինլանդիայի Total Defense այո, Total Defense հյուսիսային Եվրոպայի երկրներ այդ ճանապարհով են գնում։ Այն մոդելը, որ մենք այստեղ ադապտացել ենք, հիմնականում Ֆինլանդիայի փորձի վրա է կառուցված։ Ոչ թե միայն Ֆինլանդիա։ Այդ ամեն ինչ արդեն կա եւ կան կապեր, այդ ամեն ինչը զարգանում է, ուղղակի նորից եմ կրկնում, խնդրեմը խորքային է։ Նման համակարգի կառուցման համար դու պիտի ունենաս վստահություն, հասարակություն, պետություն, իշխանություն։ Բայց դա պարտադրում է ժողովրդարական երկիր եւ քաղաքացիական հասարակություն։ Իմ ազգը դրա պատրաստ է, որտեղ քո մշակույթը տոտալիտար չի, դու ավտորիտար երկիր չես, դու եվրոպական նորմալ երկիր ես։ Բայց հետսովետական Հայաստանը կառուցված է ավտորիտար, Էդգար։ Եվ այստեղ խնդրեմ է առաջանում, որի առջև դու չես կարողանում, հիշում եք մենք խոսում ենք պիտի
համապարփակ մոտենաս եւ ամբողջականության մեջ։ Դու չես կարողանում ռազմական խնդիրները տարանջատես ընդհանուր ուրիշ խնդիրներից, ցավոք սրտի։ Իհարկե, այստեղ եթե ինձ հարցնեիք, այստեղ զուտ ուզում եմ ինտելեկտուալ ինչ որ դիտարկում անել, բայց դուք կասեք դա ճիշտ է թե չէ։ Եթե ինձ ասեին նայ մի հատ Ֆինլանդիայի հասարակությունը եւ որոշի թե Ֆինլանդիայի համար արդյոք ավտորիտար համակարգն է ավելի ճիշտ, թե դեմոկրատական, դե ես կասեի դեմոկրատական, քանի որ դա դեմոկրատական ավանդույթներ ունեցող ազգ է Ֆինլանդիան եւ իր պատմության ընթացքում, իր ապրածի ընթացքում իրենք նույնպես մեր նման լինելով փոքրականակ ազգ, իրենք ընդամենը 5.5 միլիոն են եւ ամբողջ ինչ է ուզում այստեղ ասել հիշեցնել եւ զուտ ինտելեկտուալ դիտարկում դուք խնդրում եմ ասեք դա ճիշտ է թե ոչ արդյոք Ֆինլանդիայի պարագայում եթե ինձ հարցնեին թե Ֆինլանդիայի համար որ համակարգը ամենաճիշտը կլիներ ավտորիտարը թե դեմոկրատականը ես անշուշտ կպատասխանեի որ դա դեմոկրատականն է քանի որ իրենք դեմոկրատական ավանդույթներ ունեցող ազգ են եւ նույն հայերիս նման բավականին փոքրաթիվ բնակչություն ունեցող ընդամենը 5.5 միլիոն ժողովուրդ իրենք կռվել են հսկայական Ռուսաստանի դեմ եւ կարելի ասել եթե չեն հաղթել նաեւ չեն էլ պարտվել իրենց Բայց կորցրել են իրենց Արցախը, կարելիան կորցրել են։ Այո, բայց պահել են իրենց անկախությունը եւ հնարավորություն ունեն դա հետ բերելու հետագայում։ Եվ իրենք նաև ամբողջ իրենց ազգն է մասնակցում իրենց երկրի պաշտպանությանը եւ ոչ մեկ դրանում չի բողոքում, չի ասում ես ժամանակ չունեմ, ես իմ գործը պետք է անեմ, ես չգիտեմ, հոկեյ պետք է խաղամ, ես դաս պետք է սովորեմ, դա ամեն ինչը անելով հանդերձ իրենք նաև ժամանակ ունեն եւ նաև դրանով էլ են կրթվում, երբ որ պաշտպանական համակարգին մասնակցում են, իրենց գիտելիքներ են տալիս, իրենց բան են սովորացնում։ Դա ուղղակի չեն հավաքվում եւ պլացի վրա քայլում, էլի կոպիտ ասած։ Այդ ամեն ինչին Ֆինլանդիայի դեպքում իմ համար պարզ է, բայց Հայաստանի դեպքում իմ մոտ առաջանում է կներեք մի քիչ կոգնիտիվ դիսոնանս, քանի որ մենք սիրում ենք ասել, որ մենք բնույթով դեմոկրատական ենք, ազատական ենք, ինչ որտեղ դրան եմ համաձայն, բայց նաև մեր ընտրությունները, երբ որ նայում ենք, մենք ասենք մեր մոտ անգրակամ կիսագրակետը կամ չկրթված մեկը նույնքան քաղաքական կշիռ կարող է ունենալ, որքան էքսպերտը, որքան ռազմական մասնագետը, որքան բժիշկը, որքան իրենց մոտ Ֆինլանդիայում մի քիչ այլ է, որովհետև ընդհանուր բնակչության կրթվածության մակարդակը շատ բարձր է, նույնիսկ համաշխարհային մասշտաբով իրենց կրթությունը բոլոր ամբողջ աշխարհը նայում են Ֆինլանդիային, որպեսզի կրթական ոլորտից բան սովորեն, բայց մեր մոտ այդպեսին չի։ Եվ ես այստեղ այդքան լավ չեմ հասկանում, ճիշտն ասած, ճիշտ է, մի կողմից ընդունում եմ, որ ազատական համակարգն է ավելի արդյունավետ, բայց մյուս կողմից էլ դա մեզ այսքան ժամանակ միայն վնաս է տվել։ Երևի չեմ համաձայնվի։ Խնդրեմ ասեք։ Չգիտեմ որտեղից սկսել։ Առաջինը մի քիչ պատմություն կգնանք, թռուցիկ, եթե հիշեք Ֆինլանդիան Ռուսաստանի կայսրությունում ասում էին Չուխոն նահանգն է եղել, Չուխոն ամենահետամնաց ամենաշ ոչ զարգացած նահանգներից մեկն է եղել եւ իրանք կառուցել են նման երկիր ընդամենը 2-3 սերունդի ընթացքում չունենալով այնքան խորքային միջև Շվեյցիայի թագավորության կայսրության ներքո են եղել եւ 2-3 սերունդում կարողացան այդքան որակյալ փոփոխություններ հասնել։ Դա հնարավոր է, значит։
Առաջինը, երկրորդը հայ ազգը եւ հայկական հասարակությունը այդքան տգետ եւ հետամնաց ինչ կարող է լհթվա կողքից ցավոք սրտի։ Ներսում մենք մնում ենք բարդ համակարգ, բարդ հասարակություն եւ հնարավորությունները կան։ Ասենք համապարփակ պաշտպանության անվտանգության գաղափար, կառուցման գաղափարի շուրջ կարողացել են միանալ արդեն 20 ռազմամարզական կազմակերպություններ, կառուցել միավորում, որ այդ խնդիրը լուծում են հասարակության հետ աշխատում են, ասենք ոմանահետնի, ազատազենը եւ մնացածները։ Բացի դրանից կառուցված է ոգեզեն ազգային արդեն հարթակ, որտեղ 40-ից ավել կոմպանիաներ, ասոցիացիաներ, ասեք բժիշկների ասոցիացիան, յուրիստների ասոցիացիան, տեխնոլոգիաների ասոցիացիան, որտեղ 100-ից ավել կազմակերպություններ կան, հավաքվել են այդ հարցի շուրջ։ То есть եթե կա գաղափար եւ հասարակությունը հասկանում է, որ այս գաղափարի շուրջ պետք է հասկացվել, հայ ազգը հավաքվում է։ Մենք հավաքվել ենք 88 թվականին, մենք հավաքվել ենք 92-94 թվականի պատերազմի ժամանակ, մենք հավաքվել ենք 2020 թվականի պատերազմին եւ 2018 թվականին ենք հավաքվել։ Մենք կարողանում ենք եսից դառնալ մենք։ Այստեղ խնդրեմը ուրիշ է, որ քո պետական համակարգը, թո քաղաքական համակարգը, վերնախավը, իրանք մնում են հետ սովետական եւ ավտորիտար իրար մշակույթով Էդգար։ Այստեղ դու ստացել ես կայսրությունից մշակույթ հետ կայսրական, որը կայսրական է մնացել եւ քո մենեջմենտը, քո քաղաքական գործիչները այդպես են մտածում։ Դա պիտի փոփոխություն տեղի ունենա, սերունդ պիտի փոխվի։ Ես մեծ հույսեր ունեի նոր սերունդի հետ, բայց այդ սերունդը փաստորեն 2020 թվականին ոչնչացրեցին 5000 են ակտիվ անձնավորությունները, որը պիտի թռիչքը կապազմակվի, մենք կորցրել ենք նորից։ Բայց նորից եմ կրկնում, որպես հասարակություն, որպես ազգ դու կարող ես դա անես։ Բայց դրա անելու համար առաջինը դու պիտի կարողանաս ձևավորես այլընտրանք։ Հա, մեզ ունես հետ սովետական Հայաստան, որը անընդունելի է, ունես օլիգարխիկ համակարգ, որտեղ քո ազգի հարստությունը մի 100 ընտանիքի ձեռքում է կուտակված, դա անընդունելի է։ Դու ունես պաշտպանության նախարարություն եւ համակարգ, որը չի կարողանալու պաշտպանել երկիրը, բայց ինչ այլընտրանք է տալիս քո ազգին։ Բոլոր այլընտրանքները խոսում են իշխանության մասին, ես անցած ընտրությունների ժամանակ, ես ոչ մեկը չի խոսում ուրիշ Հայաստանի մասին, ալտերնատիվ Հայաստանի մասին, ալտերնատիվ ապագայի մասին։ Եվ այստեղ ետ դառնալով զրույցի սկզբին, լուծումները ցավոք սրտի միայն ամբողջական են եւ բարդ են։ Եթե ուզում ես քո ազգը, հին ազգ, որին խաբել շատ դժվար է, քո հետևից կա, գնա քեզ նորից հավատա եւ վստահի, դու պետք է ազգի ներկայացնես այլընտրանք։ Եվ այլընտրանքը չի կարող լինի փոքր Հայաստան, այլընտրանքը չի կարող սահմանափակվի այսօրվա Հայաստանի Հանրապետության սահմաններում։ Այլընտրանքը պետք է լինի համահայկական, գլոբալ, ելներով նրանից, որ 21 դարում դու հաստատ գլոբալ ազգ ես եւ ունես եւ շահեր, եւ ներկայացություն, եւ պարտականություն, եւ հնարավորություններ ամբողջ գլոբալ աշխարհում։ Միայն այդ ամբողջականության մեջ համապարփակ պաշտպանության անվտանգության համակարգը ազգային պիտի լինի եւ այդ ազգային համակարգը ողջ հայությունը պիտի ներգրավի։ Եվ դա միայն պաշտպանության համակարգը չի, քո քաղաքական համակարգը, քո պետական համակարգը, քո մշակույթը։ Ի վերջո դու նորից պիտի հիշես, որ դու քաղաքակրթություն ես։ Եվ քո պարտականությունները մարդկային են, մարդկության արժև են, ոչ թե միայն հայ ազգի եւ քո ներքին կյանքի այսօրվա կտոր հասի մասին են, Էդգար։ Ըստ բարդ հաստացում եւ հնարավորություն եւ ճոխություն ունենալ փոքր պատասխաններ, փոքր խնդիրների շուրջ դու այսօր չունես։ Կամ դու ձևավորում ես ընդհանուր համաշխարհային հասկացողություն, ինչ ես դու, ով ես դու Հայաստանի Հանրապետության տարածքում, հայկական լեռնաշխարհում, Մերձավոր Արևելքում, ընդհանուր լոլարակի վրա, ով ես դու, ինչի համար ես ապրում, եւ քո պետությունը, եւ դու որպես հայ, ինչ ֆունկցիաներ ունես, ինչ առաքելություններ ունես։ Որպես քաղաքակրթություն, հին քաղաքակրթություն, դու պարտավոր ես նման մակարդակի վրա
մտածես եւ քո պատասխանները պիտի լինեն այդ մակարդակի վրա։ Եթե դու պատրաստ ես դրան, դու շատ հեշտ կարող ես լուծումներ գտնես եւ դա կլինեն սիրուն լուծումներ եւ թեթև քեզ կտան թևեր, որ դու թռնես։ Եթե փորձես փոքրացնես, այդ ամենը կդառնա ահռելի մեծ ծանրություն, որից տակից դու դուրս գալ չես կարողանալ։ Ուստի դու կանգնած ես ցավոք սրտի տես ռադիկալ լուծումների մասին, կամ վերահիշում ես, որ դու քաղաքակրթություն ես, գլոբալ ես, համամարտկային ես, կամ շատ փոքր ես, որը այսօր պերաժոկ աղոտում կուկուռուզի հետ եւ մտածում եմ, որ այսօր կայֆա վաղ ոնց կնի Թուրքիան կամ Ռուսաստանը կամ Իրանը մեզ կփրկի կամ Եվրոպան կգա մեզ կփրկի, այս անգամ քիչ կկոտորեն։ Ցավոք սրտի այն հարցերը, սպառնալիքները եւ մարտահրավերները քո արչեւ իմ կարծիքով այդքան խորքային են դարձել, որտեղ ոչ թե միայն դու ես կանգնած այդ մարտահրավերների արչեւ, բայց ողջ աշխարհն է, մարդկությունն է կանգնած այդ նոր ծնվող էմերջենտ նորունակ ժամանակների արչեւ։ Ժամանակներն են փոխում աշխարհում, Ադգար։ Եվ դու դա չես հասկանում, չես ուզում ընկալես, ուզում ես մնաս հին ժամանակներում, դու կմնաս պատմության մեջ։ Բայց այդ արդեն լրի ուրիշ խոսակցություն է, որի շուրջ կարող մենք կարողանանք խոսենք, մի փոքր խումբ, դեռ փոքր խումբ փոսում է հարցերը ձևավորի այդ մակարդակի վրա։ Ես վերջի 6 ամիսը շատ տենց խորքային փորձում եմ աշխատել այդ մակարդակի վրա, ձևավորել այդ խնդիրները թեորետիկ համակարգային լեզվով, այդպես ասեմ, то есть մոտենալ այդ խնդիրների որպես նախադիրք, որպես համակարգ, ոչ թե որպես փիլոսոփա կամ հումանիտար կամ քաղաքական գործիչ, որովհետև ի վերջո ես համակարգող եմ, ռազմական եմ, հետո եմ դիվանագետ եւ մնացած կոչումները։ Ես համոզված եմ, որ մեկ էս ազգ հաստատ կարող եք պատասխանը ձևավորեք այդ մակարդակի վրա։ Ես իհարկե շատ ուրախ եմ, որ այդ աշխատանքը կատարվում է, ինքս այդքան տեղեկացված չէի այդ առումով, բայց ոչ մեկը տեղեկատված չէ, մեկ հələ չեք հրապարակել դրա մասին, սպասում եք ընտրությունները վերջանա, որ այդ մեծ հարցերը այս աղմուկի մեջ չկորեն։ Բայց այնուամենայնիվ մի դիլեմա կա, որ դրա մասին էլ եմ ուզում ասել եւ եթե համաձայնեք արդեն եզրափակենք, դա ես նայում եմ դուք իհարկե ես ձեզ հետ 200% համաձայն եմ այն ինչ ասվեց այս ձեր վերջին խոսքում, բայց այնուամենայնիվ ես նայում եմ թե ինչ կատարվեց վերջին հունիսի 7-ի ընտրություններում, արդյունքներում։ Եվ ես ինչ եմ տեսնում այնտեղ, կոպիտ հաշվարկով եմ ասում, մոտավորապես այնտեղ 30% իշխող ԿՊ-ն պլյուս մի 20% Կարապետյանի այդ դաշինքը պլյուս մի 10% էլ Քոչարյանի, եթե զուտ այս 3-ին վերցնենք, արդեն ստացվում է մոտ 60% ընտրողների գնացել ընտրել են այն ապագան, այսպես ճակերտավոր, որ իրենց խոստացվում է, որ պատերազմ չի լինելու։ Դա ոչ միայն ԿՊ-ն է խոստացել, դա նաև խոստանում է Քոչարյանը եւ մյուսը Կարապետյանը։ Եվ այս ֆոնի վրա, երբ որ դուք ասում եք մենք պետք է քաղաքակրթական մակարդակի վրա մտածենք եւ գործենք բարդ լուծումներ, այդ ամեն ինչը հասկանում եմ, բայց վերջում մենք կանգնելու ենք այս մարդկանց, այս ընտրողների վճիրի առաջ։ Իրանք պետք է ասեն, իրանք որն են ուզում, եւ իրանք ընտրելու են հեշտ եւ գեղեցիկ խոսքերը։ Դու դա չես կարող ասես, որովհետև այդպես է ստացել, որ այսօր դու այլ ընտրանքը քո ազգին չես ներկայացրել։ Այն բոլոր ուժերը, որը դու հաշվարկել ես, չեմ ուզում անունները տամ նորից, դա բոլոր հետսովետական Հայաստանն են, դա բոլորը հետսովետական շրջանակի, քաղաքական շրջանակի ուժեր են, որը ձևավորել են Ռուսաստանի կայսրության, Ռուսաստանի Դաշնության, Սովետական միության, դրանք մնացել են հետսովետական Ռուսաստանի վերահսկողության տակ։ Այդ շրջանակի մեջ լուծում չկա։
Այդ լուծումի մեջ քո ազգը չի ընտրելու։ Իր համար նշանակություն չկա Քոչարյանը, թե Կարապետյանը, թե Նիկոլ Փաշինյանը։ Բոլորն են երեքն է Ռուսաստանի վերահսկողության տակ են, Թուրքիայի վերահսկողության տակ են։ Այդ շրջանակում լուծել չկա։ Բայց եթե դու համարձակվես, մշակես այլ ընտրանք, որը հետ սովետական չի, որը առնվազն առաջի հանրապետությանի հիմքերի վրա է, բայց ավելի լավ կլինի Կիլիկիայի մեծ հայքի վրա, քո հազարավոր պատմության, մշակույթի, քաղաքակրթականի վրա հիմնված լինի, եւ դա ձևավորես ոչ թե որպես պոեզիա, ոչ թե որպես ֆիլոսոֆիա, ոչ թե կրոնական համակարգ, բայց քաղաքական նախագիծ, որ այդ ամեն ինչի իր մեջ մտցնում է, եւ երբ այդ ժամանակ քո ազգը չընտրի այս լուծումը, ասել ես չեմ մնում եմ հետ սովետականի մեջ կուկուրուզուտելու համար, այդ ժամանակ ես համաձայն եմ ձերքերս բարձրացնել, ասել, որ Էդգարդը ճիշտ է, իմ ազգը վերջանում է։ Բայց ես համոզված եմ, որ այդպես չի լինելու։ Իրոք համոզված եմ, որովհետև նորից եմ կրկնում, իմ ազգը բարձրացել է 88 թվականի Փերեշյանի «Մենք» ֆիլմը հիշում ես, իհարկե տեսել ես երևի։ Բարձրացել է նորից պատերազմի ժամանակ, միշտ բարձրանում է, բայց չի տեսնում այլ ընտրանք։ 2018 թվականին բարձրացել է, այս ժուրնալիստին ընտրել է որպես այլ ընտրանք, խաբեց եւ հեղափոխության փոփոխությունների տեղ ուղղակի իշխանափոխություն ունեցինք։ Իմ ազգը մեղավոր է, մեղավոր է իմ ազգի վերնախավը, որը չի ձևավորում պատասխանը, որը չի ձևավորում ինչ է Հայաստանը 21 դարում, երրորդ հազարամյակում փոփոխող աշխարհում։ Եվ այդ վիճակում իհարկե շատ հեշտ է մեղքը գցել իմ ազգի վրա, ասել նրանք են մեղավոր, ոչ։ Իմ ազգը պատրաստ է, ես համոզված եմ, ես տեսնում եմ, քայլում եմ Երևանի փողոցներում։ Սպասում է այլ ընտրանքի։ Մինչև չեք ձևավորել, երկրորդ անգամ ասել, դրանով վերջացեք։ Մինչև այդ ընտրանքը չի ձևավորված, իմ կարծիքով մեղադրել ազգին ճիշտ չի։ Մեղավոր են այն ուժերը, այն անձնավորությունները։ Էլիտա չունենք ցավոք սրտի, էլիտան պիտի ձևավորվի։ Չեղած էլիտաներն են մեղավոր։ Չեղած էլիտաները եւ հարց է առաջանում, ինչ խնդիրների շուտ պիտի ձևավորվի Հայաստանի վերնախավը 21 դարում։ Ես կուզենայի, որ դա լինի քաղաքակրթական առնվազն։ Եկեք ճիշտ դնենք խնդիրը եւ սկսենք հավաքել անձնավորությունների, ուժերի, ցանցերի, հաստատությունների, որը պատրաստ են այդ հարցի շուրջ ձևավորել, եւ հետո այդ աշխատանքից կծնվի վերնախավը, եւ այդ վերնախավից կծնվի եւ քաղաքական համակարգը, եւ իշխող համակարգը, եւ տնտեսական համակարգը։ Բայց միջև դա չեք արել, մի եք մեղադրեք իմ ազգին։ Իմ ազգը 6000 տարի շարունակում է իր ճանապարհը, այս վերջի 30-40 տարին չի, վերջի 100 տարին չի։ Ես ուզում եմ լավատես լինեմ եւ համոզված եմ, որ մեր մոտ կստացի։ Իմ սերունդը չկարողացա, բայց ձեր սերունդը պիտի այդ խնդիրը լուծի։ Իսկ ես իմ կողմից 60 տարեկան անցած կօգնեմ ձեզ դնենք եւ ձևավորեք այդ խնդիրները։ Եվ հետո կգտնենք լուծումներ, իհարկե։ Ձեզ շատ արդյունավետ աշխատանք եմ մաղթում եւ շատ շնորհակալ եմ այսօր ինձ հյուրընկալվելու համար։ Կարծում եմ շատ հետաքրքիր էր։ Կհանդիպենք, շնորհակալություն կրկին անգամ։ Ես եմ շնորհակալ Էդգար, միջև